Հունվարի 15-ին ժամը 21:30-ին ոստիկանության գվարդիայի ծառայողները Մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում նկատել են, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը դրսևորում է կասկածելի վարքագիծ, իջել է մեքենայից եւ ինչ-որ բան է փնտրում։ Տղամարդը նկատելով իրավապահներին նստել է մեքենան եւ դիմել փախուստի։ Գվարդիայի ծառայողները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը վարել է նրանց ուղղությամբ եւ վրաերթի ենթարկել երկու ծառայողի։ Չենթարկվելով կանգառ հրահանգին, վարորդը մեքենան վարել է անկանոն, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը։ Գվարդիայի ծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքով արձակել է նախազգուշական կրակոց, սակայն վարորդը շարունակել է անկանոն երթևեկը։ Իրավիճակով պայմանավորված կրակ է արձակվել ավտոմեքենայի անիվներին։ Նորք-Մարաշի առաջին նրբանցքում Mercedes-ի վարորդը կորցրել է կառավարումը եւ մեքենան բախվել է էլեկտրասյանը։ Վարորդն ու ուղևորը իջել են մեքենայից եւ դիմել փախուստի, ինչը սակայն կանխվել է։ Մայրաքաղաքի բնակիչներ 34 եւ 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվելու տեղափոխվել են համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժին։ 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1.92 գրամ փոշենման զանգված, որը ըստ նրա կոկաին է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Տղամարդիկ եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Վրաերթից վնասվածքներ ստացած գվարդիայի ծառայողները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հունվարի 11-ին ժամը 4:26-ին ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արմավիրի մարզի Գայգյուղի Իսահակյան փողոցում դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել տերմինալից, սակայն կանխել են։ Ահազանգով մեկնել են համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժնի օպերատիվ խումբն ու Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողներ։ Ժամը 4:50-ին Գայգյուղում գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ Վաղաշապատի բաժին են տեղափոխվել Արմավիրի մարզի Ջրարբի եւ Ջանֆիդա գյուղերի բնակիչ 28-ամյա երկու տղամարդիկ։ Հետագա միջոցառումներով ստացվել են տվյալներ, որ նրանք գողության էին եկել պրոմակնիշի ավտոմեքենայով եւ ուսումնասիրել տարածքը։ Պարզվել է նաեւ, որ այս ընթացքում առանց համարանիշի BID մակնիշի մի մեքենա էլ Գայգյուղից դիմել է փախուստի եւ ինքնավթարի ենթարկվել Էջմիածին Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի հատվածում։ Արմավիր գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը ձերբակալվել ու նույնպես տեղափոխվել է բաժին։ Վթարված մեքենայի սրահում ոստիկանները նկատել են դիմակ եւ օտաճնշիչ ատրճանակ։ Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն, իսկ Գայգյուղի Իսահակյան փողոցում հայտնաբերվել են պտուտակահան, էլեկտրահղկիչ, երկաթյա լինք, ձեռնոցներ, դիմակներ եւ օտաճնշիչ ատրճանակ։ Ձերբակալվածներն ընդունել են, որ փորձել են վճարային տերմինալից գողություն կատարել։ Դեպքի արդի Վաղաշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր, իսկ մեքենաները պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ սա այս խմբի միակ հանցարարքը չէ։ Թալինի համայնքային ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ դեկտեմբերի 28-ին գիշերվա ժամը 2:30-ի սահմաններում 36-ամյա տղամարդն ու Ջանֆիդա գյուղի 28-ամյա բնակիչը կոտրել են Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող վճարային տերմինալի փականը եւ գողացել 496,000 դրամ։ Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով էլ պարզվեց, որ այնուհետև դեկտեմբերի 30-ին գիշերվա ժամը 3-ի սահմաններում BID մակնիշի ավտոմեքենայով եկել էին Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղ։ 36-ամյա վարորդը սպասել էր մեքենայում, իսկ 28-ամյա ուղևորը անկյունահղկիչով կտրել էր վճարային տերմինալի փականը եւ գողացել արկա գումարը։ Նույն խմբով գործել էին նաեւ հաջորդ օրերին դեկտեմբերի 31-ին գիշերվա ժամը 3:30-ի սահմաններում Լեռնագոգ գյուղում, իսկ հունվարի 2-ին գիշերվա ժամը 5-ի սահմաններում Ծիածան գյուղում վճարային տերմինալներից գողացել էին գումարը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի եւ Սարամեջ գյուղի բնակիչ 17-ամյա երկու տղաներ տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Հունվարի 12-ին ժամը 12:25-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվեց եւ տեղափոխվեց վարչություն։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով 4 պատետ եւ գաղտնի փականով դանակ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված միջոցառման արդյունքում նույն օրը ժամը 16:55-ին հայտնաբերվեց ու
վարչություն տեղափոխվեց նաև 17-ամյա մյուս պատանին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ վերջինիս թմրամիջոցով փաթեթները տվել է համագյուղացին, Սարամեջի բնակիչ մեկ այլ 17-ամյա պատանի, նա էլ նույն օրը ձերբակալվեց։ Ըստ պատանիների, նրանք իբր գտել են թմրամիջոցով փաթեթները, որոնց մի մասը թաքցրել են Սարամեջ գյուղի սկզբնամասում։ Հունվարի 14-ին կատարված զննությամբ տղաների նշած վայրում հայտնաբերվեց մարիխուանայով 19 փաթեթ։ Դատարանի որոշմամբ նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական վերահսկողությունը համակցված բացակայելու արգելքի եւ դասիարակչական վերահսկողության հետ։ Հիշեցնենք, որ տեղադրման միջոցով թմրանյութերի իրացումն էլ է հանցանք, որին հաջորդում է քրեական պատասխանատվությունը։ Նաեւ կրկին կոչ ենք անում ծնողներին լինել ուշադիր անչափահասների նկատմամբ, նրանց մշտապես հիշեցնել պատժի անխուսափելիության մասին եւ հեռու պահել հակառույնական արարքներից։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում բնակվող օտարերկրյա քաղաքացին տանը պահում, պատրաստում եւ իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հունվարի 15-ին 41-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Կենտրոն եւ Նորքմարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ եւ նույն օրը տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածով տարաներ, եթերայուղի նմանվող հեղուկով սրվակներ, մոխրացած հետքերով գլանակներ, ներարկիչներ, տարբեր հարմարանքներ, կշեռքներ, աղաց, պինդ զանգված, մոտ 35 գրամ վարդագույն փոշենման զանգված, ավելի քան 2 կիլոգրամ արմատանման դարչնագույն զանգված։ Նշանակվել են համալիր փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Խնդրեմ, ծանոթացեք, ստորագրեք։ Իսկ ես կարող եմ բարեկ դառնալ։ Երևի։ Իսկ տարիքային սահմանափակում կա։ 18 տարեկանից սկսած։ Իսկ ֆիզիկական պատրաստվածությունը Կարևոր է։ Իսկ վարորդական իրավունքը պարտադիր է։ Պարտադիր է։ Իսկ եթե չունեք, ժամանակ կտանք, սովորեք եւ ձեռք կբերեք։ Իսկ քաղաքացիությունը պարտադիր է։ Պարտադիր է։ Վստահիր քեզ, միացիր մեզ։ Իսկ ես կարող եմ բարեկ դառնալ։ Երևի։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարում է բարեկային ծառայության ընդունելություն։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն
Պահպանեք ձեր անձնական տվյալները։